ամբողջ արտազրույցը չեմ լսել, ուղղակի մի մասը ձև այն կարճերից եկել էր, հարցը ձևավորված էր ձեռքերը արյունոտ են, մի խոսքով կարդացի, հետաքրքիր էր նայեցի, երբ որ ասում եմ, որ ինչ քաղաքական սպանություն, մարդը քաղաքականությամբ չի զբաղվել, ճիշտն ասած ինձ թվում էր պարոն Քոչարյանը խելոք մարդ է, հիմա ես ասեմ, որն է քաղաքական սպանությունը, ուրեմն քաղաքական սպանությունը ոչ մի կապ չունի, ասենք, չի բնորոշվում զոհի պաշտոնով, այլ սպանության շարժառիթով եւ նպատակով։ Հիմա զոհը կարող է ինչ-որ բան գիտեր, զոհը կարող է իրանց հանձնարարություններն արել, զոհը կարող է ձայնագրություններ ուներ եւ այնտեղ պարոն Խորխորունու դեպքն է աշխատել է ինչ-որ բաժնում, որ կարող է տարբեր ձայնագրություններ ունենալ կամ իրանց համար պատվեր կատարել կամ որոշել է մեմուարներ գրել կամ բարձրաձայնել, այսինքն դա դառնում է քաղաքական սպանություն, հիշենք պատմությունից այդ Սաուդիայի ժուրնալիստին, երբ որ Թուրքիայում դեսպանատանը սպանեցին, այսինքն զոհի քաղաքականությամբ զբաղվելը դա քաղաքական սպանություն չի դառնում, էլի եմ կրկնում։ Քաղաքական սպանությունը բնորոշվում է ոչ թե զոհի պաշտոնով կամ քաղաքականությամբ զբաղվելով կամ չզբաղվելով, այլ սպանության շարժառիթով եւ նպատակով, այսինքն շարժառիթն ու նպատակը, այստեղ որն է, միակ շարժառիթն ու նպատակը քաղաքական իշխանությունը պահել գահին, ուրիշ այդտեղ բան չկա, հետո երբ որ պարոն Քոչարյանը ասեց չի ձախողվել, էլի ես խորհուրդ կտամ իր օրտականներին փոխել, քանի որ երկու դեպքում է ստվերը ընկնում է նրա վրա, եթե ձախողվել են միտեղ կարծում եմ 31 սպանություն, մյուստեղ 33 սպանություն, եթե ձախողվել է դուք այդ համակարգի ղեկավարն եք եղել, այսինքն դուք ձախողվել եք, ելուր եք ուզում նորից գաք իշխանության, եթե չեք բացահայտել, էլի ավելի վատ, այսինքն այդպիսի հայտարարությունները, որ անում են իրոք այսօրվա իշխանություններին թև են տալիս եւ երբ որ նրանք ասում են ձեր ժամանակ ավելի շատ էին սպանել, շատ քչի այստեղ ոչ մի հարց չի դրված, թե ով ինչքան է սպանել։ Այսօրվա ռեժիմը իրենց քաղաքական աթոռի համար, եթե հավատանք պարոն Պուտինին 10,000 մարդ է սպանել, եթե իրանց հավատանք այդ պլյուս մինուսով մոտ 4,000 մարդ է սպանել եւ ամեն օր է սպանվում, մենք նույնիսկ չենք էլ հասցնում թերթերի սպանությունների մասին կարդալ, դիակ են գտնում, սպանված են գտնում, գլուխներ են գտնում, այսինքն մի խայտարակ վիճակ, որը որ ես էլ եմ ասում, գնում է 37 թվին, որ մենք մեր պապերից լսել ենք, բայց այստեղ արդեն ոչ թե կոմունիստական ճնշումն է, այլ թուրքական ճնշումն է, որը որ էլի մեր պապերը, մեր տատերը պատմել են գենոցիդից առաջ ինչեր է կատարվել Թուրքիայում եւ ժողովուրդը նույնպես տենց անհատները, որ ասում է դե ինձ են կպել, ինչ անենք, տենց էլ կոտորվել են միլիոններով։ Այո, քաղաքական սպանությունները ամենավատ սպանություններն են եւ համարյա չբացահայտվող, քանի որ այդտեղ մոտիվը չես կարող գտնես, իսկ որտեղ որ մոտիվ կա, այսինքն այդ մարդիկ բոլորը ունենում են ալիբի են ունենում, ում հետ որ զոհը ունեցել է կոնֆլիկտ, դրանք այդ ժամին, այդ օրը գտնվում են հանրային վայրերում, դուրս չեն եկել եւ դա սարքում է համարյա անբացահայտելի քաղաքական սպանությունները եւ իշխանություններին տալիս է անցավոր ժամանակ իրենց աթոռը, իրենց իշխանությունը պահպանելու համար։ Այսքանը մի փոքր քաղաքական սպանություններից